Սրանց հիմնական թեզը հետևյալն է, որ մենք բերելու ենք խաղաղություն։ Եթե 26 թվականի հունիսի 7-ին չընտրվենք մենք, այլ ընտրվի մեկ այլ իշխանություն, կլինի պատերազմ։ Իսկ մենք արդեն հասել ենք խաղաղության։ Այս վերջի օրերին ինչ են ասում ձեզ, ասում են հետևյալը, որ եթե մեր վերարտադրությունը տեղի չունենա, մեր ձեռքբերումները կկորան եւ տեղի կունենա պատերազմ։ Եվ ասում են, որ եթե մեզանից բացի այլ ուժ գա իշխանության, դա հավասար է պատերազմի։ Ըստ էության ձեզ ասում են, քանի Ալիևը կա, դուք պարտավոր եք ընտրեք Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ եթե մեկ ուրիշը լինի, պատերազմ է լինելու։ Սա ամենամեծ կեղծիքն է։ Պատերազմ մեր երկրին, ժողովրդին բերել է այսօրվա իշխանությունը, ու սրանց վերարտադրությունը լինելու է Հայաստանից նոր տարածքային զիջումներ։ Սրանք խաղաղության հետ որևէ առնչություն չունեն, ինչպես ժողովրդավարության պարագայում, այնպես էլ խաղաղության։ Այս ռեժիմը խաղաղության թշնամին է։ Նայեք սրանց 7 տարիների կառավարման արդյունքը։ Յուրաքանչյուր տարի Հայաստանից տեղի ունեցել զիջումներ։ Այս մարդը ինչ իրավունք ունի խոսելու խաղաղությունից։ Ու կրկին ժողովրդին վախեցնի, ասի, եթե ես չլինեմ, կլինի պատերազմ։ Կամ ասում են, քվեարկեք մեզ, ընտրվենք, որ ձեռքբերումները պահենք եւ ձեռքբերումները այլևս կլինի անդառնալի։ Որ ձեռքբերումների մասին է խոսքը։ Արցախը հանձնելու, Հայաստանի տարածքից շուրջ 200 կիլոմետր քառակուսի հանձնելու, թե Ադրբեջանում գերիների։ Այսինքն դուք ինչ ձեռքբերում եք ունեցել, որ հիմա էլ ուզում եք այդ ձեռքբերումները պահել։ Սրանց միակ ձեռքբերումը շարունակական զիջումներն է, որը նորից եմ կրկնում, ու շատ կարևոր է այս մասին բոլորը իմանան։ Գնալու են նոր զիջումների։